Բարի լույս ձեր բոլորին, բարի լույս սիրելի մայրեր, այստեղ են բոլորը շատ լավ երևի կոր, բոլորը դալ գփայլի կոր, մեր բոլոր մայրերը եւ բոլոր անոնք որոնք մայրություն հրած են, դերը օրհն է բոլորըդ զորացնեց էսի, առողջ եւ գայդար բահե, դուք մեր դուներուն սիրտ դնեք, առանց ցեզի մեր ինչպես որ սիրտը առանց սիրտը աշխատելու, առանց սիրտը փափախելու, արյունը շրջան չներ։ Եվ այնպես ալ մայրերը մեր դուներուն սիրտ դնեն, իրենց փափախումով, իրենց շարժումով, իրենց աշխատանքով դուներուն մեջ կյանք կբերեն։ Այնպես որ Տերը օրհնե ցեզի զորացնե, մենք բոլորս ուրախ ենք ցեզի համար, Տերը ցեզի երկար կյանքեր տա եւ միշտ աշխուժ եւ գայդարը լակ ձեր զավակներուն աղոթող եւ հսկող մայրերը լակ։ Մայրերը կհասկնան այն ինչ որ զավակները չեն ասեր։ Կարողություն ունին։ Երբ մայրը իր զավակին աչքին նայի, կհասկնա թե անոր գարիկը ինչ է։ Անի ինչ կուզե։ Թեպետ զավակը փամը չսեր։ Բայց անոր աչքերեն հայտնի է մայրը կհասկնա։ Մենք հայրերս այդ կարողությունը չունենք։ Պետք է ճիշտ մեր զավակները ասեն մեզի ինչ կուզեն, որովհետեւ գիտանք ինչ կուզեն, բայց մայրերը զարմանալիորեն գիտեն ինչ կուզեն, անոնք չեն խոսիլ, բայց մայրերը կհասկանան։ Սա աստվածային հadouk կարողությունն է, որ դրված է բոլոր մայրերուն։ Գսվի որ դունին մեջ փամը գործված չի նկատվիր, մինչև որ դունին մաման չի փնդրե։ Եթե փամը գործված է եւ բաբաները եւ զավակները չեն գտներ որ, չի նշանակե որ ադիգա գործված է, պետք է մաման փնդրե, եթե մաման ալ չի գտնե, այն ժամանակ գործված է։ Բայց երբ որ մամաները կփնդրեն, կգտնեն։ Աստված հadouk կարողություն տված է իրենց գործվածը փնդրելու։ Եվ այսալ աստվածային հadouk բարգեւն է։ Այսօր հadouk օր է, այսօր ուրախության օր է, բայց նաև այսօր բարդ օրն է, complicated օրն է, մայրությունը ինքնին այնքան բարձ է, այնքան գեղեցիկ է, բայց այնքան ալ բարդ է, այնքան ալ դժվար է, այնքան ալ մարտահրավերներով լեցուն է, անոր համար այսօր բարդ օրն է, այսօր մայրերու օր է։ Մայրեր կարողություն ունին, հadouk կարողություններ ունին ցավ գրելու, հadouk կարողություն ունին փեր գրելու, Աստված դված է իրենց, գրելու կարողությունը դված է, և ադիկա գիտեք բժշկական օրեն, երբ մայրեր իրենց զավակներուն գծել ընթապերեն, մեծ զոհուտներ կանցնին, մեծ ցավեր կանցնին, և բժիշկները գսեն, որ այն ցավերը, որ մայրերը գգրեն, Եթե նույն ցավերը, եթե հայրերը գրեն, գմերնին, չեն թիմանար։ Աստված հadouk կարողություն տված է մայրերուն ցավ գրելու։ Եվ ասիգա Աստուծո մեգուկա։ Անոնք գրնան գրել անկուն քիշերներ իրենց զավակներուն համար, դունի կորձերուն համար, ջաշ եփելու համար, մակրություն ունելու համար։ Եվ անոնք գրնան գրել մեծ սիրով մեծ զոհողությամբ եւ այս բոլորը աստվածային բարգեւ է եւ աստվածային կարողություն է։ Մայրը լալը թյուրին չէ։ Մայրը լալը խոսքով չէ, անիգա կորձով է, աշխատանքով է, զոհաբերությամբ է։ Մենք հայերս մեր պատմությունը Մեզի ստիվեց վերջին 100 տարիներու ընթացքին, 100 ավելի տարիներու ընթացքին, որ շատ մը գիներ, շատ մը քույրեր մայր եղան, ավելի ճիշտը մայրություն արին, ստիպված եղան, եւ որ չարթի ժամանակ շատ մայրեր մահացան, զոհվեցան, Գլսենք մեր ասկականներուն մեջ ալգա, մեր բարեկամներուն մեջ ալգա, դերևս մեր ընտանիքի մեջ ալգա, որ քույրը
մայրություն ըրած է իր բզդիկ եղբորը, կամ բզդիկ քրոջը, կամ մորքուրմը, որ չի ամուսնացած, մայր չի եղած, ֆիզիկական մայր չի եղած, բայց մայրություն ըրած է, որովհետև կյանքի բարակաները այդպես բերած են։ Կամ մեծ մայրիկը դարձյալ մայր եղած է, մայրություն ըրած է, ինչու համար իր աղջիկը զոհված է եւ թորնիկները մնացած են։ Ուրեմն մայրությունը միան ֆիզիկական չէ, մայրությունը սիրտ է, մայրությունը ծառայություն է, մայրությունը նվիրում է, որ Աստված գուտա ովև մեկ իքական սերիմը։ Այսօր մենք կհանդիպենք մորմը, ինչպես մեր եղբայրը խորերը գարտած Մատթեոս Ավետարանի 15-րդ գլխունի մեջ։ Եվ այս մայրը ցավը ուներ։ Այս կինը, այս մայրը կանանացի էր։ Նույնիսկ հրյա չէր, հեթանոս մներ։ Կանանացի էր և գաբրեր այսօրվա Լիբանանի հարավը։ Եվ Հիսուս այդ սահմանները գնաց։ Եվ ահա գինը, կանանացի գինը, Հիսուսի հանդիպեցավ և սկսավ աղաղակել. Ո՞րմ է ինձ իդեր, Դավիթի որդի, աղջիկս թևեն, այսինքն սատանայեն, սաստիկ գչարչարվի։ Ահա քեզի աղաղակը Հիսուսի առջև, բարձ, բայց խորունկ աղաչանքը։ Մայրը գտեսնե իր զավգին չարչարանքը և դարաբանքը և լուր չի գնար։ Հազիվ գլսե, որ Հիսուս իրենց սահմաններուն մեջն է, գվազը և անոր առջև գինա և գսե դեր, ո՞րմ է ինձ է, աղջիկս գտանչվի։ Մայրը միայն իր ցավը չի գրեր, այլ նաև գգրե իր զավակներուն ցավը և դարաբանքը։ Երբ զավակը չարչարվի, մայրն ալ հետը գչարչարվի։ Երբ զավակը գործված է, մայրը ամեն օր գաբրի այդ գորուստը։ Երբ զավակը ցավի մեջ է, մայրն ալ գգրե այդ ցավը։ Այս գինը Հիսուսի մոտ գալով գնե այնինչ, որ իր հավատքը գարաչնորտե զինք որ ընե։ Հիսուսի կով գերտա։ Իր ցավով և դարաբանքով, ոչ թե իր անձնագանը, այլ իր աղջկանը։ Բայց քանի որ մայր է, իր աղջկան դարաբանքը իր դարաբանքն է։ Զարմանալիորեն Աստծո խոսքը մեզի գսե, որ Հիսուս բնավ պատասխան չի տվավ անոր։ Լուր գեցավ։ Գարելի է այս աղաչանքի առջև, մորմը ցավի և դարաբանքի առջև լուր գենալ։ Հիսուս լուր գեցավ և պիտի տեսնենք ինչու։ Իր աշակերտները նկատեցին, որ ամեն բան խանգարված է։ Խաղաղ մթնոլորտը խանգարված է, գին մի եկավ և խանգարեց ծրագիրը։ Եվ Հիսուսի գմոդենան գսեն խոսքը դսե թող երթա, արձակես ինքը, որովհետև մեր ետևեն իր ցայնը կբարձրացնե, մեզի կխանգարե։ Բայց կինը կշարունակե իր աղաչանքը։ Ցաված մորմը սիրտը լուր չի գնար։ Ինչ ալլան բարակաները։ Գաղաչե ու գաղաչե, բայց Հիսուսե ցայն չի կար։ Ատկյանտին աշակերտներն ալ գուզեն հերացնել զինք։ Հիսուս լուր է։ Շատ մայրեր իրենց ցավը մինակ կգրեն, առանցին կգրեն։ Եվ այնպես կտվի, որ
Աստված լուր է այդ ցավին եւ դարաբանքի մեջ։ Բայց այս պատմության մեջ կտեսնենք զարմանալիորեն, որ այս մայրը չի թատրիր։ Չսեր որ հույս չի գա։ Մեկ ինձի մտիկ չներ։ Ցկեմ իդ նունս երթամ։ Եվ շարունակեմ իմ ցավս եւ դարաբանքս։ Եվ ահա Հիսուս պատասխան կուտա։ Բայց պատասխանը որ չսպասվիր։ Եվ գսե ես ուրիշի մը չի գրգվեցա։ Բայց միան Իսրայելի տանը գործված ոչխարներուն այս կինը հրյա չէր, կանանացի էր, հետանոս էր։ Իրենց թշնամին կնկատվեր, պատմության մեջ կտեսնենք, որ թշնամի էին, Իսրայելի ժողովուրդ և կանանացիները թշնամի էին։ Ինչպես կարելի է թշնամիեն գին մկա և հրյա մարդեմը օգնություն խնդրե։ Բայց հարցում այն է, որ Հիսուս ինչու հոն գնաց։ Եթե ադիկա թշնամիի հող է, Հիսուս ինչու հոն գնաց։ Ես ուրիշի մը չի գրգվեցա, բայց միան Իսրայելի տանը գործված ոչխարներուն ըսավ դերը։ Այսինքն հույս չի գա։ Չեմ գրնար քեզի օգտակար դառնալ։ Աստծո խոսքը կշարունակի մեզի գսե, բայց գինը եկավ, երկրպագություն հրավ եւ ըսավ դեր օգնե ինձի։ Այս խոսքին թիմաց ով գրնա դոգալ և թիմանալ։ Բայց այս կինը այդքան զորավոր էր իր մորը թերը իր մեջ, որ ամեն բան մեկտի թրավ։ Եվ այս անգամ ոչ թե միան աղաչելու սկսավ, այլ գսե երկրպագություն հրավ, ձունգի եկավ անոր առջև, դեր օգնե ինձի։ Մայրեր ամեն բան գնեն իրենց զավակներուն համար։ Գիտագից մայրեր ամեն ինչ գնեն իրենց զավակներուն համար։ Ձունգի ուքան, գաղաչեն, գերգրբակեն, որովհետև իրենց զավգին ցավը իրենց ցավն է։ Դեր օգնե ինձի։ Այս կարճ աղոթքը, այս կարճ աղաչանքը թեպետ բարձ բարերով է, բայց մեջը որքան զորություն կա։ Դեր օգնե ինձի։ Եվ մենք ալ որքան պետք ունենք այս կարճ աղոթքներուն վարժվելու եւ անընդհատ աղոթելու այս կարճ աղոթները, դեր օգնե ինձի, դեր առաջնորդե ինձի, դեր ողորմե ինձի։ Կարճ աղոթներ են ասոնք։ Սիրելի մայրեր եւ հայրեր անշուշտ, բայց այսօր հատկապես մայրեր։ Ձեր սրտեն թող չի թատրին այս կարճ աղոթները։ Ձեր ընտանիքներուն համար, ձեր զավակներուն համար։ Ձեր սրտեն աղոթեցեք։ Դեր օգնե մեզի, օգնե ընտանիքիս, դեր օգնե աղջկանս, դեր օգնե զավակիս։ Շարունակական աղոթեցեք ասիկա։ Ջաշ կեպեք, խմոր գշաղեք, մաքրություն գնեք, ինչ որ գնեք։ Ձեր գործի մեջ, ձեր աշխատանքի մեջ, ձեր սրտեն այս կարճ աղոթքները թող չի թատրին։ Թեպետ պարզ են, բայց անոնց մեջ մեծ զորություն կա։ Պետք է ակնկալենք, որ Հիսուս հիմա միտքը փոխեր։ Եվ ասել լավ քանի ձունգի եկար, քանի գաղաչես կոր։ Եգուր ուզածը դնեմ քեզի։ Բայց զարմանալիորեն Հիսուս շատ ավելի կբարձրացնե այն բադը, որ իր առջև դրավ։ Եվ այս անգամ գնոջ ցևով մը արժանապատվության գտնա։ Ես Իսրայելի որդիներուն համար եկա։ Ես դողոց
ջաշը ուդերիքը առնեմ եւ շուներուն նետեմ։ Ասիկա ձանր խոսք մներ։ Որ ամեն մարդ չի գրնար գրել։ Բայց այս մայրը այդքան մայր էր, այդքան մայրություն կար իր սրտին մեջ, որ նույնիսկ այս խոսքը գրեց։ Եվ անոր պատասխան տվավ, Հիսուսի պատասխան տվավ եւ ասավ. այո դեր, որովհետեւ շուները իրենց դիրոջ սեղանեն ինգած փշրանքներով կգերագրվին։ Ասավ թունիզի շունի դեր գտնես, այո ես գնդունիմ իմ շունի պատկերս, բայց կուզեմ քեզ եսել, որ շուները փշրանքներով, ավելցուկներով, դուներու մեջ եղած ավելցուկ ճաշերով գգերագրվին։ Գնդունիմ քո ուսածդ։ Այս մայրը հզոր մայր էր, որ նույնիսկ այս խոսքը իրեն քայթախություն չեղավ։ Ընդունեց մեր ժվիլը, ընդունեց Հիսուսի աշակերտներուն քանքադը եւ հիմա ընդունեց իր արժանապատվության քեդին զարնվիլը։ Որքան խոնարհություն կա ասոր մեջ, որքան անհրաժարելու գեցված կա իր սրտի մեջ։ Մայրեր ամեն բան կգրեն, իսկական մայրեր ամեն ինչ կգրեն իրենց զավակներուն համար։ Անոնք այսքան զորություն ունին, այսքան ուժ ունին, երբ խնդիրը կապված է իրենց զավակներուն։ Եվ ճիշտ հոս բադը գպլի։ Այն բադը, որ Հիսուս տրավ այս գնոջ արջև, եւ ասավ քեզի համար չէ, բայց գնոջը այսքան բնթումին, այս մորը այսքան բնթումին, բադը փլավ։ Եվ նայեցեք Հիսուս ինչ կսե. ով գին քու հավատքդ մեծ է։ Ով գին քու հավատքդ մեծ է։ Քու ուզածիդ պես ըլլա քեզի։ Աստծո խոսքը մեզի գսե նույն ժամուն անոր աղջիկը բժշկվեցավ։ Հիսուս այս կնոջ հավատքը մեծ գոչեց, ոչ թե որովհետև այս կինը շատ խաղաղ եւ գեղեցիկ կյանք ուներ, կամ իր խնդիրը հատուկ էր, բայց որովհետև մերժեց հրաժարիլ, մերժեց դուն երթալ։ Ինչ տեսակի մայր է ասի, որ իր զավգին բժշկության համար ամեն բան գրեց, երբեք չի հուսահատեցավ։ Իսկական մայրը գհարադևե, գբայքարի, ետ չի տառնար, մինչև իր զավգի խաղաղությունը տեսնե, չի տածիր բայքարել է։ Եկեք ձեզի պատմությունը պատմեմ։ Այսքե թարեր առաջ մայր մգար եւ անունը Մոնիկա էր։ Մոնիկա։ Զավակ մուներ, այս մայրը շատ հավատացյալ էր։ Զավակ մուներ, որ այս իր զավակը, դղազավակը Աստծո մե հերացավ։ Այս մայրը իր զավգին գրտած էր Աստծո ճամփաներուն մեջ։ Բայց ժամանակ հասավ, որ այս զավակը աշխարհի հրաբուրներով հերացավ Աստծո ճամփեն, մերժեց հավատքը եւ ընտրեց քանթիչ որոշումներ։ Իր կյանքը դակնուվրա եղավ եւ ամեն անգամ մորը սիրտը գգոդրեր։ Բայց անիկա աղոթեց
աղոթեց ու աղոթեց, դարիներով աղոթեց, արցունքներով աղոթեց, գիշերներ լուսցուց, իր աղոթքով և աղաչանքով, անգամ իր եկեղեցի հովիվին եկավ և օգնություն խնդրեց իր դղուն համար։ Եկեղեցի հովիվը գնոջ նայեցավ իր արցունքոտ աչքերուն և ասավ, անգարելի է, որ այս արցունքով լեցուն մորմը զավակը գործվի։ Անգարելի է։ Դարիներ անցան, փոփոխություն չկար։ Մոնիկան գդարաբեր, գչարչարվեր, արցունք գտաբեր իր զավգին համար։ Փոփոխություն չկար։ Բայց անիկա շարունակեց աղոթել ցավով ու դարաբանքով, երբեք չի թատրելով, Աստուծո վստահելով։ Եվ որ Աստված պատասխանեց, լսեց իր աղոթքին և իր զավակի կյանքը փոխվելու սկսավ։ Անոր զավակը սկսավ Աստծո դառնալ, դարձիկալ, խոստովանել իր մեղքերը։ Եվ կարծեք նոր զավակ ծնավ, նոր մարդ ծնավ, այնպես եղավ։ Եվ գիտեք ով էր այդ զավակը։ Սուրբ Օգոստինոս։ Սուրբ Օգոստինոս կնկատվի արևմտյան եկեղեցիի ամենամեծ աստվածապաններեն մեկը։ Արևմտյան եկեղեցու աստվածապանությունը Սուրբ Օգոստինոսի աստվածապանության վրա հիմնված է։ Եվ եկեղեցին թարերու ընթացքին ջանցավ Օգոստինոսի։ Այսօր ովևէ մեկ աստվածապանական համալսարան, որ երթակ ովևէ մեկ հարանմանության պատկանող կտեսնեք Սուրբ Օգոստինոսի աստվածապանությունը, կսորվեցնեն մեզի։ Ինչու համար։ Օգոստինոս հոն հասավ, որովհետև իր մայրը Մոնիկա գիշեր ցերեկ աղոթեց իր զավգին համար։ Մորմը աղոթքը, հարադևանքը, շարունակությունը, համարությունը արդյունք կուտա, արդյունք կծիկ է, բդուղ կուտա։ Մորմը աղոթքը մեծ զորություն ունի։ Շատերը թոսեք ծեր մամաներուն աղոթներուն պատճառով։ Շատերը թոսեք հավատքի մեջ եք, որովհետև ծեր մաման, մեծ մաման աղոթած է ձեզի համար։ Արցունք տապած է։ Ծեր ցերկեն բռնած է, եկեղեցի բերած է։ Գիշերները քնացած ադենիտ եկած եւ աղոթած է ձեր վրա։ Շատերը թոսեք, որովհետև չի քնացած ձեր մաման եկած է, Աստծո խոսքին արտացած է, ձեզի հետ աղոթած է։ Մորմը աղոթքը զորություն ունի։ Շատերուն զավակները հոսեն, որովհետև աղոթող մայրեր ունին։ Սիրելի մայրեր, ձեր հույսը մի գործընծնեք ձեր զավակներուն համար։ Աստված գլսե ձեր աղոթքը։ Ուշ կամ գանուխ, մի հրաժարիք ձեր մայրերուն համար աղոթել է։ Աստված կտեսնե ձեր արցունքները։ Եթե ովևէ մեկը չտեսնե ձեր արցունքները, Աստված կտեսնե։ Այս կինը չթատրեցավ աղոթել է, չթատրեցավ աղաչել է, բայց նախ որ իր հրաշքը ստանա իր զավգին նկատմամբ, Հիսուս իր այդ լրությունով անոր հավատքը մեջտեղ անեց։ Ինչու լուր գեցավ Հիսուս, որովհետեւ այս գնոջ հավատքը մեջտեղ անե եւ զորացնե։ Աստված այնպես կաշխատի։ Նախքան Աստված աշխատի մեզի համար, նախ կաշխատի մեր մեջ։ Անգամ եւս մի տեսեմ։ Նախ որ Աստված աշխատի մեզի համար, մեր խնդիրները լուծե,
Աստված նախ կաշխատի մեր մեջ, մեզի փոխելու համար եւ յետքը մեր խնդիրները լուծելու համար։ Այնպես որ ամեն անգամ որ գսկանք, որ Աստված չի պատասխանել գո մեր աղոթքին, ուշադիր եղիր, որ Աստված քու քեզի գուզե գոր փոխել, առաջ որ քու բարականերդ փոխե։ Մի թաքցիր աղոթելը։ Մանավանդ գարջ աղոթները։ Դեր Հիսուս օգնե ինձի։ Դեր Հիսուս ողորմե ինձի։ Դեր Հիսուս ցերկդ երկարե, զավգիս վրատիր։ Դեր Հիսուս առաջնորդե իրեն։ Այս կարճ աղոթները միշտ եւ միշտ ծեր սրդի մեջ են դուրս թողել են։ Աստված կպատասխանե իր ժամանակին, իր ուզածին մեզ։ Աստված կպատվե այս տեսակի հավատքը, որ մինչև վերջ կերտա կբայքարի։ Այս կինը հեթանոս էր, բայց հեթանոսը լալով անոր հավատքը շատ մեծ էր։ Շատ մե հրյաներ չունեին այդ հավատքը, բայց այս կինը ուներ իր խոնարհությամբ, իր հարադեվությամբ։ Ամեն ցավ գրեց, ամեն դարաբանք գրեց, եւ Աստված չմերժեց, Հիսուս չմերժեց իր աղաչանքը։ Երբ Աստված լուր կգենա, շարունակի աղոթել։ Ուրիշները չեն հասկնար, բայց սուն հավատա, հավատքդ ունեցիր։ Գրնա շատ բաներ չի փոխվել այդ ժամանակին։ Մի հրաժարիր, շարունակե, մորմը հարադև աղոթքը զորություն ունի։ Ցավի մեջ, դարաբանքի մեջ Աստված երբեք չանդեսեր։ Թողները օրտնե, մեր մայրերը, ինչպես որ մենք հայերը սկսեն, մեր գլուխին վրա գեցնե։ Անոնց ցեզի թողդա երկար կյանք, առողջություն, զորություն եւ այն արակելությունը, որ Աստված ցեզի հանձնած է, ադոր մեջ հաստատուն գեցեք, գադարյալ եղեք եւ Տերը ցեզի օգնական է։ Շնորհավոր մայրերու օր, Տեր օրհնե։